2025 թվականի հուլիսի 22-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ու վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջև Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր, այսօր կանվանեմ ծրագիր, վարկային համաձայնագիրը, որը շարունակությունն է նախորդ ծրագրի, որը Իմջայոտ այս ծրագիրը անգլերեն ենք թարգմանում, էլի թրիփ է անվանումը եւ այս ավելի վաղ թրիփ է, այս ծրագիրը բանակցվել է 2024 թվականից, երբ որ մյուս թրիփի մասին դեռ խոսակցություն չկար եւ այս թրիփ ծրագիրը մեր նախորդ ծրագրի LIDP շարունակությունն է, որը ստորագրվել էր 16 թվականին, ընդունվել 17-ին եւ իմպլեմենտացիայի ենթարկվել 18-ից մինչեւ 24 թվականները ներառյալ հատվածում եւ ըստ էության շարունակում ենք, որպեսզի շատ կարճ ասենք, այսօր ինչ տեսք ունի Գյումրին, ինչ տեսք ունի Գորիսը, ինչ տեսք ունի Դիլիջանը, դրանք բացարձակապես եւ Ջերմուկը բացարձակապես նախորդ ծրագրի շնորհիվ է, այսինքն բոլոր այդ բարեկարգ փողոցները, Գորիսի օրինակ տները, որոնք որ հին պատմական Գորիսի տեսքով ուրեմն վերանորոգվել են արտաքին տեսքը, Սալիկապատ փողոցները, Գյումրիի Սալիկապատ փողոցները, Գյումրիի երկող շատրվանը, նույնը բանում Ջերմուկում եւ այլն, այսինքն այն ինչը որ ստանդարտ, այսպես ասած, ճանապարհաշինական ծրագիր չի, այլ իր մեջ ներառում է կամ Դիլիջանի փողոցները, նույնը Դիլիջանի այդ փոքրիկ կրպակները, որտեղ որ վաճառում են կուկուրուզ եւ այլն, այսինքն այն ինչը որ զբոսաշրջային տրամաբանության մեջ է այդ քաղաքներում վերջին տարիներին, այսինքն մասնավորապես Գորիսում, Գյումրիում, Ջերմուկում, Դիլիջանում, դրանք եւ Գառնիում, այդ ամբողջ աշխատանքների մեծ մասը, եթե նկատեք նաեւ այսպես ասած ուղղակի սովորական այդտեղ ասֆալտապատումներ չեն արվել, այլ մի փոքր ավելին, քան սովորաբար աշխատանք են կանում, այդ աշխատանքները նախորդ LIDP ծրագրով են արվել, որտեղ մոտավորապես 48-48.5 միլիոն դոլար փող է ծախսվել։ Այս ծրագիրը արդեն քանի որ նախորդը համաշխարհային բանկը եւ կառավարությունը համարել է, որ հաջողությամբ է պսակվել, արդեն ավելի մեծ կարելի է կրկնակի կամ մի փոքր ավել վարկային համաձայնագիր են կնքել եւ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120.5 միլիոն եվրո, որից 96.4 միլիոն եվրոն է վարկային միջոցներ, 24.1 միլիոն կառավարությունը կհամաֆինանսավորի։ Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում ուրեմն վերջինի ստորագրման ամսաթվից հետո 180 օրը, սակայն այն երկարաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 19-ը Ծրագրի ավարտի ժամկետը սահմանվել 30 թվականի օգոստոսի 31-ը, այսինքն մինչև 2030 թվականի օգոստոսի 31-ը պետք է ծրագրով նախատեսված բոլոր գործողությունները իրականացնենք, վարկային միջոցների մասսանման վերջնաժամկետ սահմանված է վերջնաժամկետի ավարտից 4 ամիս հետո։ Ուրեմն ծրագրի ընդհանուր համակարգման եւ քաղաքականության աջակցության ուրեմն պարտականությունները պատվիրակվել է էկոնոմիկայի նախարարությունից ծրագրի իրականացումը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Մոտավորապես բացատրեմ ինչ նկատի ունենք, այսինքն մրցույթի հայտարարելը, մրցույթի վերահսկողությունը, շինարարության վերահսկողությունը, շինարարության ընդունումը, այդ ամեն ինչը տարածքային զարգացման հիմնադրամն է անելու։ Այդպես են անում օրինակ բժշկական կենտրոնների, մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների կառուցման դեպքում, բայց թե ինչ ենք մենք ուզում այնտեղ լինի, օրինակ այգի ենք վերանորոգում, երկող շատրվան ենք ուզում, օրինակ Գյումրիում ուզում ենք երկող շատրվանը հիմա կա, ուզում ենք օրինակ ամբողջ այն այգին որ կա, վերանորոգ, այդ այգին ենթադրենք լինի շատ գեղեցիկ այգի, թե օրինակ 2-3 այլ փողոց օրինակ
սալիկապատվի կամ 5 Գյումրիի տեսքը մեկ փողոցում ամբողջովին վերականգնվի, դա արդեն բովանդակային հարց է, որը էկոնոմիկայի նախարարության եւ համաշխարհային բանկի տիրույթում, այսինքն մենք գործընկերների հետ այդ աշխատանքը ուրեմն միասին ենք ուրեմն իրականացնում։ Մինչև ծրագրի մեկնարկը վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու նախապայման է հանդիսանում ծրագրի կառավարման կոմիտեի ստեղծումը, ծրագրի իրականացման վերահսկման եւ միջգերատեսչական համակարգման համար, այն կնախագահի ոլորտը համակարգող փոխվարչապետը, իսկ կազմի մեջ կընդգրկվեն ուրեմն համապատասխան նախարարությունների, պետական, տեղական եւ մարզային մարմինների ներկայացուցիչներ, համայնքների ներկայացուցիչներ, կոմիտեի աշխատանքը կազմակերպի էկոնոմիկայի նախարարությունը, դրա կազմում եւ գործնեության կարգը կնշվի աշխատակարգում եւ ծրագրի գործառնական ձեռնարկում, բացի այդ էկոնոմիկայի նախարարի հրամանով նախատեսվում է ստեղծել համակարգման, ինչպես նաեւ էկոնոմիկայի նախարարության հիմնադրամի արդյունավետ համագործակցության ապահովման նպատակով որոշակի խորհուրդ, ծրագիրը Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելու նպատակ ունի 7 կլաստերներում մինիմում, կարող են ընթացքում նոր կլաստերներ եւ նոր ուրեմն գործիքներ ավելանալ։ Մասնավորապես Գորիս զբոսաշրջային կլաստերը կամբողջականանա, այսինքն այնտեղ ինչ որ բաներ մնացել են դեռ չկատարված կամ բաց կամ ընթացքում հասկացել ենք, որ պետք է նոր բաներ ավելացնենք, եւ ըստ էության Գորիսը ամբողջովին զբոսաշրջային միջավայր ենք դարձնելու եւ Գորիսի զարգացման հետագա ուրեմն հետագա նպատակով կառավարությունը լիացուցիչ տասնյակ միլիոնավոր դոլարներ դնելու նաեւ այս ծրագրի միջոցով։ Երկրորդը Արենին է, Արենին դառնալու է գինու կլաստեր եւ ես ուզում եմ ուրախությամբ նշեմ, որ այս ծրագրերը համադրված են մասնավոր սեկտորի ծրագրերի հետ։ Օրինակ բազմաթիվ հյուրանոցներ են սարքվել այս տարիներին Գորիսում այս ծրագրին զուգահեռ, այսինքն մենք այնտեղ կառուցել ենք ճանապարհ, բարեկարգել ենք ճանապարհ, սալիկապատել ենք ճանապարհ, կառուցել ենք հրապարակ, կառուցել ենք այգի, կառուցել ենք բնակարանների արտաքին պատերը, զուգահեռ Գորիսում տասնյակ մի քանի մեծ խոշոր պրոյեկտներ ու այսօր բազմաթիվ հյուրանոցային համալիրներ։